հավատում ենք։ Եթե ինչ որ հավատում ենք, Տիրոջ խոսքի համաձայն է, այնուհետև մենք գիտենք, որ պետք է կատարենք դա, այդպես չէ։ Եվ եթե անենք, լավ կլինի մեր հոգիների համար։ Բայց եթե ինչ որ հավատում ենք, Տիրոջ խոսքի համաձայն չէ, այնուհետև ինչ որ անենք համապատասխանաբար, լավ չլինի մեր հոգիների համար։ Ինչու այսպես ասում ենք։ Որովհետև ինչ որ հավատում ենք մի սուբկրային վարդապետության նկատմամբ, մի սուբկրային ասպեկտի նկատմամբ, եթե սուբկրային չէ, եւ մենք եթե սխալված ենք եւ հավատում ենք, որ շիտակա մեր հավատացածը, այնադեն չկա ոչ մի բան, որ կարող է, որ մեր այդ սխալ հավատամքը օրհնության վերածվի։ Հակառակը, մեր սխալ հասկացողությունը ցանկացած սուբկրային թեմայի վրայով վերջը վերջո մեզ կառաջնորդի, որ դա գիրառենք սխալ կերպով։ Ուրեմն կարևորը ինչ հավատում ենք։ Ինչ հավատում ենք, ձևավորում է ինչպես վարվում ենք եւ կվարվենք։ Դա նման է ինչ ուտում ենք, մենք իրենք ինչ որ ուտում ենք, ձևավորում է մեր առողջությունը, այդպես չէ։ Եթե առողջ բաներ, լավ բաներ ուտում ենք, մեր առողջությունը համապատասխանաբար լավ կլինի։ Եթե junk անգլերենով ասում ենք, վատ բաներ ուտում ենք, վերջի վերջո մեր առողջությունը կվնասվի։ Այո, ինչ հավատում ենք, ձևավորում է ինչպես վարվում ենք։ Մեր նազանդությունը եւ շիդակ գիրառումը ազոխոսքի ուղղակիորեն կապված է այն ցևով, որ մենք սուբկրային մի ցանկացած ճշմարտություն հասկանում ենք։ Օրինակ, եթե մենք կարծում ենք, որ Աստված մեզ հետ վարվում է արդարորեն, ժամանակի մեծ մասը, հավասի կարևոր մասը էստեղ է, որ նկատի առնենք։ Եթե կարծում ենք, որ Աստված մեզ հետ վարվում է, ժամանակի մեծ մասը արդարորեն, հավասի խնդիր ունենք այստեղ։ Մենք ինչու, որովհետև մենք ենթադրում ենք, որ Աստված կատարելապես արդար չէ։ Այսպիսի մտածելակերպը հասկանում ենք, չէ՞, որ սխալ է։ Ինչու, որովհետև եթե այսպես մտորենք, եթե կարծում ենք, որ Աստված մեծամասնությունը ադեն մեր կյանքում մեզ հետ շիդակ վարվում է, լավ վարվում է, արդար ցևով վարվում է, ուրեմն սա նշանակում է, որ մենք հավատում ենք, իհարկե, սխալ կերպով, սուբկրային առումով, մենք հավատում ենք, որ կան ադեններ, երբ Աստված մեզ հետ արդարացի կերպով չի վարվում։ Այսպիսի հասկացությունը սուբկրայինորեն սխալ է, ինչու, որտեղ դա Աստծո ինչի վերածում է։ Անգադար էյագիմը, էյակը որ գադարյալ չէ, որ ինք մեղավոր է, կավլիցի։ Ինչ որ հավատում ենք եւ ինչպես հավատում ենք դա, մեծ տարբերություն է ստեղծում շիդակ ապրելակերպի եւ սխալ ապրելակերպի միջեւ։ Սխալ հավատամքը վնասում է մեր կյանքերը։ Սխալ հավատամքը վնասում է մեր կյանքերը։ Եթե մի բաժակ ջուր ունենք, որ նրա մեջ թույն կա, մենք գիտենք, որ այդ թույնի քանակի համաձայն, ծավալի համաձայն, մենք կարող ենք վնասվել։ Եվ որքան որ ավելի այդ թույնից ունենք մեր համագարկում, ավելի կտարավենք։ Համապատասխանաբար սխալ հավատամքը ազող խոսքի վարդապետությունների նկատմամբ եւ ինչ որ այսօր արդեն դակավին խոսում ենք շնորհած վարդապետությունների նկատմամբ, որ մենք ուսումնասիրում ենք, գազթե սխալ հավատամքը, որ մի ցանկացած վարդապետության առումով ներառյալ շնորհած վարդապետությունների նկատմամբ էլ գազթե մեր քարվածքը իբր քրիստոնյաներ Տիրոջ առաջ։ Սա ներառում է սխալ հասկացողությունը անվերաբար կամ անպայմանական ընդրության վերաբերյալ փրկության առումով։ Ինչու որովհետև մենք արդեն իսկ հաստատեցինք, որ առանց Աստծո անվերաբար ընդրության ոչ ոք չի կարող փրկվել։ Ոչ ոք։ Եթե Աստված
հավիտենականությունից իր առատ շնորհի համաձայն որոշած չլիներ, որ մարդկությանից մարդիկ փրկի, մեզ ոչ մեկը այսօր այստեղ չէին կարող լինել։ Շնորհից հետ կապ ունի, շնորհի հետ կապ ունի, շնորհի վարդապետություն ասա։ Միտե սա մեզ զարմացնում է։ Միտե մենք կարծում ենք, որ անվերաբար ընտրության այս թեման վնաս է մեր հոգևոր կյանքի, կամ ինչպես ոմանք կարծում են, եթե մեկը այդպես հավատում է, ուրեմն մարդկանց հոգիները նրանք դժոխք գնում են այդպես հավատալով։ Այսինքն չես կարող խոսել դրա վրայով, չես կարող խոսել անվերաբար ընտրության վրայով, շնորհի հարց է։ Առանց Աստծո անվերաբար ընտրության մեր հոգևոր լիագադար փչացածությունը չի կարող վերափոխվել եւ դառնալ այնպիսի կյանքիմը, որ միայն Աստված կարող է անել, փրկված կյանքիմը, վերափոխված կյանքիմը, վերստին ծնած կյանքիմը։ Հակառակը շիդագ է, Աստծո անվերաբար ընտրությունը փրկության համար է։ Սա Սուրբ Կրային է։ Եվ անգամ եւս ասենք, առանց դրա ոչ մեկը չի կարող փրկվել։ Եվ մինչև այսօր 9 առնչություններ տեսանք անվերաբար ընտրության նկատմամբ։ Սրանք թե աստվածաբանական, վարդապետական եւ թե գործնական առնչություններ են, հետևանքներ են։ Արագը հիշեցնելով մեզ, ասեցինք մինչև հիմա ընտրությունը, եւ որ ընտրություն ասում ենք, անվերաբար ընտրության մասին խոսում ենք։ Անպայմանական, այսինքն անպայմանական է միան Աստծո կողմից լինելով, մեր կողմից չէ։ Մենք բանը չենք արել մեր փրկության առումով։ Ես ու դու ոչ մի բան չենք կարող անել, որ Աստված ինք ստիված լինի մեզ փրկելու։ Չկա այդպես բան։ Ուրեմն, մինչև մա ասեցինք, ընտրությունը ապահովում է հոր սիրո նվերը որդուն։ Մենք նրա սիրո նվերն ենք։ Հավատացյալներու բոլոր խումբը սիրո նվերն է, որ տրված է հորից որդուն։ 2. Ընտրությունը հանգեցնում է հավատքի դանումը։ Առանց նրա չեն կարող հավատալ։ Ընտրությունը 3. Սրբության համար է։ Սրբության համար է։ Մեկը թող չասե, որ ընտրությունը բարապ թեմա է, անկարևոր թեմա է, ոչ, սրբության համար է։ Ընտրությունը թիվ 4. Աստծո արտար գամքի համաձայն է, նրա ազատ արդար գամքի համաձայն է։ Եթե Աստված ինքը արդար է, իր գամքը, եւ Աստծո ազատ գամքը մենք գիտենք սուրբ է, մեղք չի կա նրա մեջ, մեր մարդկային ազատ գամքի համաձայն չէ, որ մեղքով սառնված է, խփված է, այնադե մենք հավատում ենք, որ Աստված ինչ որ արել է հավիտենականության մեջ, որբեսի մարդկությունից փրկե մարդիկ, ուրեմն իր ընտրությունը շիդագա, լավա, արդարա, սուրբա։ Թիվ 5. Ընտրությունը երաշխավորում է բդղապերություն։ Հիսուսի ասեց, ես ձեզ ընտրեցի, որբեսի դուք գնաք եւ բդղապերեք։ Առանց նրա ընտրության բդղապերություն չի կարելի։ Չի կարելի։ Թիվ 6. Ընտրությունը Աստծուն երախտագիտություն հայտնելու պատճառ է։ Թիվ 7. Սրա հետ կապ ունեցող ընտրությունը Աստծո շնորհի փառքի գովաբանության համար է։ Հավիտենականության մեջ պիտի գովաբանենք մեր Աստվածը եւ շնորհակալ պիտի լինենք, որ ինք մեզ ողորմություն ցուցաբերեց նրա անվերաբար ընտրությամբ։ Թիվ 8. Ընտրությունը վերացնում է մարդկային բարձանքը, իհարկե, եւ թիվ 9. Ընտրությունը դրտաբաճար է ավետարանչության։ Մարդիկ կարծում են, որ ընտրությունը հագարակը հանում է։ Ոչ։ Մենք անցյալ շաբաթ տեսանք, անցյալ գիրակի ուսումնասիրեցինք, եթե հավատում ենք, որ ագավին Աստված Տեր ընտրյալներ ունի, കാരണം Տերը ագավին չի եկել, ուրեմն սա նշանակում է, որ մեր ավետարանչությունը ի զորու ապարդյուն չի լինում։ Ուրեմն այս ամեն մի առնչությունները կարևոր են մեր քայլվածքին մեջ, Քրիստոսի առաջ։ Այս ամեն առնչությունները ինչու որովհետև գաբ ունին մեր փրկության եւ սրբակորձման հետ։ Ամեն մի այս առնչություն, որ նշեցինք, ինչ որ կնշենք մնացած 3-ն ալ այսօր, գաբ ունեն մեր փրկության հետ եւ սրբակորձման հետ։ Ինչու որովհետև ասացինք, չէ, ընտրությունը սրբության համար է, ընտրությունը բդղապերության համար է եւ այլն։ Հաջորդը թիվ 10 ասենք, մեր
այս շարունակական երթին, ընտրությունը դարաբանքի մեջ արդյունավետ խրախուսանք է։ Ընտրությունը, եւ միշտ որ ընտրություն ասենք, անվերաբար ընտրություն, անպայմանական ընտրություն։ Գախված չէ այս ընտրությունը մեր գործերից, մեր բարի լինելուց եւ այլն։ Ընտրությունը, այսինքն այս հասկացողությունը, որ ներկայացնում ենք անվերաբար ընտրության առումով, դարաբանքի մեջ արդյունավետ խրախուսանք է։ Այսինքն երբ տարաբես այս վարդապետությունը հիշելով, որ Աստված հավիտենականության մեջ ինչ արել է, ինձ եւ քեզ համար, որ նրա զավակներն ենք, սա խրախուսանք է, հզոր խրախուսանք է իմ եւ քո համար, երբ տարաբում ենք։ Բողոս առաքյալ Կորս Կարակելոց 9 գլխի մեջ կարդում ենք 15-16 համարներում Տերը Անանիայի ասաց. գնա, որովհետև նա, այսինքն Բողոսը, Սողոս այնատեն, ինձ համար ընտրյալ անոթ է, այցեք ընտրյալ անոթ է։ Հեթանոս ասկերի թագավորների Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու, ես նրան ցույց կտամ, թե որքան պետք է չարչարվի իմ անվան համար։ Քրիստոնյայի համար փրկությունը եւ դարաբանքը ցերկի գնում են։ Չես կարող բաժնել։ Բողոս առաքյալ ասեց, չէ, 2 Դիմոթեոս 3:12, նրանք որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել, ինչ կլինի նրանց։ Կհալածվեն, պիտի հալածվեն, այո։ Եվ Բողոս առաքյալ շատ հավանական է, որ այս համարների վրայով ինք ծանոթ էր, ինչու Ղուկաս իր ընկերագիցն էր, բժիշկը որ գրած էր Գործ Կարակելոցը, եւ ինք արդեն ծանոթ էր, որ Տերը ինչ ասաց Անանիայի, եւ գիտնալով ճշմարտությունները, որ այստեղ կարդում ենք այս երկու համարների մեջ, սրանք նրա խրախուսանք էին, քաչալերություն էին։ Գիտնալով, որ ինք ընտրյալ անոթ է, եթե Տերը միայն ասած լիներ, Բողոս դու ընտրյալ անոթ ես, ինչ լավ բան է, ինչ կարևոր անց եմ ես պիտի ասեր։ Չէ, ուզում եմ գիտնաս ասեց, որ ես ցույց կտամ, Տերը ասեց, որ որքան պետք է չարչարվի իմ անվան համար, եւ այդպես եղավ։ Մենք երբ գարթում ենք 2 Կորինթացիների 11, զորօրինակ 20-ից 29 համարներ, մենք գիտենք որքան ինք տարաբեց Քրիստոսի համար։ Բայց գիտնալով, որ ինք ընտրված էր Քրիստոսից թե փրկության համար եւ թե ծառայության համար, ինչ որ Տերը հաստատում է Գործ 9:15-16-ում, սա նրա ակտիվ, ազդեցիկ, հզոր խրախուսանք էր։ Երբ ինք չարչարվում էր Քրիստոսի համար։ Եվ Բողոս առաքյալ էլի ուրիշ օրինակներ կարող ենք տալ։ Ինք գրում է բանդից, իր առաջին հռոմեական բանդարգությունից ավետարանի համար։ Ինք բանդ մտածեր ավետարանի համար Փիլիպպեցիների 1:28-30 ասում է հագարագործներից ոչինչով մի վախեցեք։ Դա նրանց համար գորստյան նշան է, իսկ մեզ համար փրկության։ Եվ ցեզ ասուց դա շնոր դրվեց, եւ որ դրվեց ասում է այս շնորը, սա ծրի բարգև է, սա գաբ ունի ազո անվերաբար ընդրության է, դրվեց։ Դուք չէիք արժեր սա։ Ոչ միայն, նայեցեք, այդ շնորը ինչ կներառե։ Ինչ ներառում է, ոչ միայն Քրիստոսին ավադալու, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար։ Նույն պատրաստումը մղելով, որ ինձով դեսակ ու այժմ ինձնից լսում եք։ Այսինքն առաքյալը ասում է Փիլիպպեցիներ ջան, դուք բայկարում եք ավետարանին համար։ Ուզում եմ գիտնաք, որ ծեր հավատը շնոր է։ Եվ այդ շնորը իհարկե դիրոջ անվերաբար ընդրության համաձայն է։ Սա պետք է ցես կաչալերե։ Այդ հասկացողությունը պետք է ցես կաչալերե, որ քանի որ Աստված ցես անպայմանական օրեն ընտրած է փրկության համար, ուրեմն վերջը մի քիչ հետ կգտեսնենք մեր 13-րդ առնչության մեջ մեր աբական արդեն երաշխավորված է։ Եվ այդ հասկացողությունով, որ ես գիտեմ, որ իմ աբակաս երաշխավորված է, ավելի կաչալերվում եմ Տիրոջ ցարելու։ 1 Թեսաղոնիկեցիների առաջին գլուխ 2-6 համարները 3-ից կարդանք եւ անդադար հիշում ենք ասում առաքյալը ծեր կորզական ավատքը, ծեր սերը, Քրիստոսի հանդեպ ունեցած ծեր աստատուն հույսը եւ այլն, ինչ հետո ասում է նայեցեք, իմանալով Աստծուց սիրված եղբայրներ, ծեր ընդրված լինելու մասին։ Նայեցեք, տեսակ, գաբը Աստված սիրած է նրանց եւ այդ սերը գաբ ունի անմիջականորեն նրանց ընդրված լինելու մասին։ Չես կարող բաժանել սա։ Այս երկու ճշմարտությունները միասին գնում են։ Չես կարող բաժանել սա։ Եվ սա իհարկե մեզ խոնարհություն պետք է պատճառը մեր սրտերում։ Բարձրապես որ Աստված ինք ողորմություն ցուցաբերեց ընկած մարդկության,
եւ ինք կամեցավ իր շնորհի փառքի կովապանության համար, որ ոմանց բրգի, որ հավիտենապես նրանք կովապանեն նրա, սա չի նշանակում, որ մենք ովի ցևով կարող ենք բարձենալ Տիրոջ առաջ կամ մարդկանց առաջ ասելով, որ մենք ուրիշներից լավ ենք։ Մենք ուրիշներից լավ չենք։ Մեզ ամեն մեկը դժոխքի որդի է առանց Քրիստոսի շնորհին։ Բայց քանի որ ինք ողորմեցավ մեզ եւ այս ուղերձը դվեց, այս հանձնարարականը դվեց, որ մարդկանց վկայենք, ասենք, դու ցանկանում ես, ուզում ես Քրիստոսի գալ։ Եթե ուզում ես, փառք Տիրոջ, սա նշանակում որ Աստված արդեն ազդու գերբով գործում է քո սրտում։ Նրանց սրտում, որոնց մենք քարոզում ենք, գիսվում ենք ավետարանը նրանց հետ։ Եվ առաքյալը այստեղ ասում է, որը մեր ավետարանը ծեր մեջ միայն խոսքով չդարածվեց զորությամբ, Սուրբ Հոգով, գադարալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, հետո ասում է 6-րդ համարում դուք էլ մեզ եւ Տիրոջ նմանվելով մեծ նեղության մեջ խոսքը Սուրբ Հոգու ուրախությամբ ընդունեցիք։ Սա ինչի վերակրում է։ Եվ որ գարթան Գործարակելոս 17-ը 1-10-ը Թեսաղոնիկեի եկեղեցու հիմնադրության առնչությամբ մենք տեսնում ենք այդ հատվածում, որ որքան հրեաները ընդդիմացան Պողոսի եւ Շիղայի վկայության եւ նրանց շնորհիվ, նրանց վկայության շնորհիվ ասում է այստեղ 5-րդ համար, Գործ 17:5-ում, որ այդ հրեաները, որ նախանցում էին եւ ագարակվում էին Պողոսի եւ Շիղայի ավետարանչան, Հասոնի դան վրա հարձակվելով, ինչ արեցին, ուզում էին նրանց հրաբարակ տանել եւ երբ 6 համար նրանց այնտեղ չգտան, Հասոնին ու եղբայրներից ոմանք քաշ տվեցին քաղաքի իշխանների մոտ, աղաղակելով, ասելով, սրանք որ աշխարհը դակն ու վրա են արել, այստեղ էլ են հասել եւ այո, մենք դակն ու վրա պիտի շարունակենք անել։ Պիտի անենք, որովհետեւ սա Տիրոջից դրված է մեզ անենք։ Եվ հետո նայեցեք ինչ ասում են։ Հասոնը նրանց ընդունել է ասեցին, սրանք բոլորը գայսեր ռամաններին հագարակ են գործում, ասելով, որ մեկ ուրիշ թագավոր գա, Հիսուսը, եւ վրդովեցրին ժողովրդին ու քաղաքի իշխաններին, որոնք լսում էին այս բաները։ Սակայն Հասոնից եւ ուրիշներից երաշխիք ստանալով նրանց արձակեցին, բայց եղբայրները Պողոսին ու Շիղային գիշերով շտապ ճանապարհ դրեցին դեպի Բերիա։ Ուրեմն տեսնում եք, որ երբ եկեղեցին հիմնադրվեց, նրանք դժվար հանգամանքներում էին։ Բայց Պողոս առաքյալ նրանց հիշեցնում է, ասում է, եղբայրներ, դուք սիրված եք Աստծուց, իմանալով, որ դուք ընտրված եք նրանից։ Եվ այդ հասկացողությունը դարաբանքի մեջ, հագարակության մեջ, ծառայության նկատմամբ դժվարություն կա, գլինի, երբ հավատարիմ ես, հավատարիմ եկեղեցի ես, եւ Թեսաղոնիկեցիների եկեղեցին սկզբից ուներ սա։ Բայց նրանք գիտեին, որ ընտրյալներից են, եւ Պողոսի խոսքերը նրանց համար մեծ կաչալերություն էր։ Եվ հետո 1 Թեսաղոնիկեցիների 5:9-ում ասում է առաքյալը նրանց, որովհետեւ Աստված մեզ բարգության համար չի սահմանել։ Ինք մեզ բարգության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Քրիստոսի միջոցով։ Տեսնում եք, որ այդ հասկացողությունը, որ ես ու դու ունենք, Աստված մեզ բարգության չի սահմանած։ Պետք է մեզ կաչալերի, նույնիսկ երբ տարաբանքի մեջ ենք, դժվարության մեջ ենք, չկարծենք, որ մենակ ենք, հիշենք, որ Աստված իր անվերաբար ընտրությամբ, որ մեզ երաշխավորած է հավիտենականությունը մեր, սա մեզ խրախուսանք է ինձ եւ քեզ համար։ Վարդապետությունը, այո, Աստծո խոսքի ամեն բան կարևոր վարդապետություն է։ Ինչ որ Աստծո խոսքի մեջ կա ներշնչված է նրանով։ Օգտակար է ամեն բան։ 2 Տիմոթեոս 3:16 օգտակար է մեզ սովորեցնելու, խրադելու, հանդիմանելու, գաչալերելու համար։ Հռոմայացիները 8-ում գիտենք 18 համարից առաքյալը էլի ասում է գարձում եմ, այսինքն համարում եմ, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Տեսնում եք։ Հիմա առաքյալը այս խոսքերը ասում է, որ այո չարչարանքներ կլինեն մեզ համար, կլինեն, պիտի պատահեն։ Okay։ Մենք ոնց կարող ենք կաչալերվել, խրախուսվել։ 22 համարը ասում է, որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև իմ հարաճում է ու ցավի մեջ է, եւ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ հոգու երախայրիկն ունենք, մենք էլ մեր մեջ հարաճում ենք, սпасելով որդեգրությանը, այսինքն մեր մարմնի փրկությանը, երբ Տերը մեզ բարավոր մարմին կտա, այլևս մենք մեր ցավերից, մեր վշտերից, մեր հոգսերից
կազատվենք մեկ անգամ ընդմիշտ։ Դու հետաքրված ես ազատվել քո հոգսերիդ, քո ցավերիդ, քո վշտերիդ, քո դարաբանքներիդ։ Ես հետաքրված եմ։ Եղբայրը քուրեր ջան, հետևյալը ասեմ առաջ որ շարունակեմ։ Իբր փոքր վկայություն։ Չկա ո՞ե մի շաբաթ, որ երբեք արցունքով Տիրոջ առաջ չեմ գնում հարազատների փրկության համար։ Այս շաբաթ 1-2 ասեմ սուտ խոսած կլինեմ։ Բնականաբար սրդում այդ ցանկությունը կա, որ արցունքով, աղաչանքով Տիրոջ խնդրում եմ, որ ինք փրկի իմ հարազատներից սկսյալ, նրանց փրկի, ուրիշներ, որ միտքս գալիս է աղոթում եմ նրանց համար, հասկանում եմ, քիչով կամ շատով հասկանում եմ այս թեման, այս թեմայի կարևորությունը, բայց սա չի նշանակում, որ հոգս չեմ անում, չեմ ավետարանում նրանց։ Եվ սրտի ցավ է, մեզ ամեն մեկիս համար հավատում եմ, որ ես չեմ մինագս այստեղ, որ դուք ալ այդպես անում եք, աղոթքով, արցունքով Տիրոջ առաջ խնդրում եք, որովհետեւ դու կարող ես, որ մենք գիտենք, ինք կարող է սրտերը փոխել մի ակնթարթի մեջ։ Եվ այդ հասկացողությունը ունենալով, որ ինք կարող է սրտերը փոխել, ամենազոր Աստված իր անվերաբար ընդրությամբ ով Տեր, քո շնորհի համաձայն, քո ուրմության համաձայն նրանց են, քո ընտրյալների այդ հերթին լինեն, նրանք էլ ընդեղ լինեն։ Եվ Ոսարակել ասում է, այո, մենք ալ չարչարվում ենք, բայց այս ժամանակի չարչարանքներ արժանի չեն ամեմատվելու, որը քալիք փառք մը գա, որ հայտնվելու է մեր մեջ, մեզ համար։ Եվ հետո ասում է 28 համարից, բայց գիտենք, նույնիսկ եւ Սուրբ Հոգին մեզ համար ինք ասում է հարաճանքներով բարեխոս է լինում։ Ինչու՞ որովհետև գիտե մեր ցավը, հասկանում է մեր ցավը։ Երբ Հիսուս ինք Հովհաննես 11-ում լաց արեց, երբ Ղազարոսի համար մարդիկ լացում էին, ինչու լաց արեց, սրտանց լաց արեց, եւ այդպես ուժեղ հեվալով լաց արեց ըստ բնակրին։ Ինչու՞, չգիտեր ինքը ինչ պիտի աներ, անշուշտ գիտեր, բայց ինք տեսնում էր մեր վիշտը, մեր ցավը, մեր տարաբանքը, բայց մենք գիտենք, որ դերը ինք գիտի լավակույնը անելը եւ կանի լավակույնը եւ ինք լավակույնը արել է իր անվերաբար ընդրությամբ մեզ փրկելը։ Դու ինչպես հիմա նրա ծառայում ես, ոնց նրա համար ապրում ենք ես ու դու։ Բայց գիտենք ամեն ինչ գործակից է լինում նրանց բարքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ գանչված են նրա կամքի համաձայն։ Ինչու՞, որովհետեւ նրանց սկզբում ճանաչեց, սա իր հավիտենականության մեջ արած գործը նախասահմանեց կերպարանագից լինել Քրիստոսի եւ որոնց նախասահմանեց 30 համար նրանց նաեւ գանչեց եւ որոնց որ գանչեց նրանց նաեւ արտարացրեց իսկ որոնց արտարացրեց նրանց նաեւ փառավորեց մի քիչ հետո սրա վրա ավելի կանդրադառնանք ուրեմն գիտնալը որ դու ընտրյալներից ես սա մեծ խրախուսանք պետք է լինի քեզ համար եւ ինձ համար որ Տիրոջ շնորհով փրկված ենք 2 Դիմոթեոս 1:8-ից Պողոս առաքյալ Դիմոթեոսի ասում է ուրեմն մեր Տիրոջ վկայելը ամոթ մի համարիր ոչ էլ ինձ որ նրա համար եմ շղթայված այլ Աստծո զորությամբ չարչարագից եղիր ավետարանի համար Պողոս առաքյալ սա իր երկրորդ եւ վերջին բանդարգությունն էր Հռոմում երբ սա գրում է եւ ինք գիտի որ իր ժամանակը ասել է Եվ ասում է միասին չարչարագից է իր ավետարանի համար, որ փրկեց մեզ եւ սուրբ գոչումով գանչեց ոչ մեր գործերի համաձայն, այլ ըստ իր կամքի ու շնորհի։ Եվ այս շնորհը մեզ երբ տրվեց, Հիսուս Քրիստոսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ։ Այսինքն հավիտենականության մեջ։ Եվ հետո ասում է 12 համարը, այդ պատճառով էլ գրում եմ այս չարչարանքները Հասկանում եմ, որ այդ շնորհը մեզ դրված է հավիտենականությունից, Աստծո անվերաբար ընդրությամբ, նրա համար գիտնալով մեր վերջը, ես գրում եմ այս չարչարանքները, ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ թե ումի հավատացել եմ, եւ համոզված եմ, որ ինք կարող է ավանդը բահել մինչև այն օրը, եւ 2 Դիմոթեոսում 2 մեջ 8 համարից ինքը ասում է հիշիր Հիսուս Քրիստոսին, որի համար չարչարվում եմ Մինչև անգամ շղթայված եմ չարակորձի պես, եւ ինքը չարակորձ չէր,
Ավետարանի համար շղթայված է, բայց Աստծո շղթայված չէ, դրա համար ամեն ինչի ամպերում եմ։ Ումի համար։ Լավ մարդկանց համար։ Ընտրյալների համար։ Նրանց համար, որ արժանի են ավետարանական կյանքի, ոչ, ընտրյալների համար, ընտրյալներն մեղավոր մարդկանցից են։ Առաքյալը ասում է, որ ես չարչարվում եմ ավետարանի համար, հուսած չեմ, հիաստապված չեմ, որ ուր է Աստծո արտարությունը, որ ասկանդարի է իրեն ծառայած եմ ավադարմա, բայց ոչ, նրա պատճառապահությունը դա չէ, հետևյալն է, ինչ ասում է, ամեն ինչի ամպերում եմ ընտրյալների համար, նրա համար է, որ այդ չարչարանքը նրա չի թվում ծանր, ինչու որովհետև ասում է, որպես նրանք էլ այն փրկությանը հասնեն, դեռ չեն ասել, դակավին կան ընտրյալներ, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի համար։ Ուրեմն այս հասկացողությունը ընտրության, նույնիսկ ավետարանչյան առումով, երբ Քրիստոսի համար չարչարվում ես, տարապում ես, հասկանալով, որ դակավին Տերը գործում է եւ կգործի, մեզ համար խրախուսանք է, քաջալերություն է։ Ուրեմն այսպիսի գարձեցյալ չոր վարտաբերությունը, ինչպես ոմանք ասում են, մեծ առնչություն ունի մեր հոգևոր քայլվածքի, ծառայության, ավետարանության եւ դարաբանքի մեջ դիմանալու համար։ Առաքյալ ասում է, ես տարապում եմ, չարչարվում եմ, բայց համբերում եմ ամեն ինչի, ինչի որովհետեւ ընտրյալներ կան։ Պողոս ջան, դու ուրեմն հասկանում ես, որ այս վարտաբերությունը շատ պրակտիկական մաս ունի քո կյանքում, շատ պրակտիկական առնչություն ունի, հետևանք ունի քո կյանքում։ Այո, մեզ բրգեց 2 Դիմոթեոսի 1:9 սուր գոչումով կանչեց ըստ իր կամքի ու շնորհի, որ մեզ տրվեց ասում է։ Տեսեք, շնորհը ինք միակ բանն է, որ կարող է չեղյալ հայտարարել մեր հոգևոր բարդը, որ մենք ունենք Աստծո առաջ։ Եվ իբր մի օրինակ, երիտասարդ մեկը բաբությունը ասում է, որ մեծ բարդ կուներ նրա կրեդիտ կարտում եւ այնպեսի մի գումար, որ չէր կարող վճարել այս կյանքում։ Եվ հետո ինք մի փաստաթուղթ ստացավ դրամադունից եւ այդ փաստաթուղթը ստագորեն նրա ասում էր, որ ցերնարկ մը գա իրավական գործողությունը նրա դեմ։ Եվ ինք գիտեր հետևանքը, գիտեր, որ ինք անզգուշորեն ծախսած էր, անհոգորեն ծախսած էր այդ բոլոր փողը եւ ակնկալիորեն բամությունը ասում է, առանց որ ինք այդպիսի լավությունը ակնկալ է, դրամադան տնորենը նրա զանգում է եւ ասում է, որ նայ ասում է, քո բարտը լրի վճարված է։ Ոչ թե որ դու արժանի ես, ոչ թե որ դու խնդրեցիր, հապա որովհետեւ ուրիշ մեկը ինք ցանկացավ քո բարտը վճարել եւ լրիվ վճարել։ Եվ այդ մարդը բամությունը ասում է, որ ազատվեց իր բարտից, ոչ թե որովհետեւ ինք սա արդարացի բան էր, որ ինք ազատվեր, ոչ թե որովհետեւ արդարությունը անդեսվեց այդ մարդու վրայով, ինչի որովհետեւ դուրսից մեկը նայող պիտի ասի, որ սա արդար չի, չէ, բայց ուրիշ մեկը վճարել է եւ սա մենք գիտենք եղբայրներ քույրեր ջան, ինչ Քրիստոս արեց մեր մեղքերի համար։ Ինք մեր տեղը արավ, մեր բարտը վերցրեց նրա վրա։ Մենք երբեք չենք արժում եւ ոչ ալ կարժենք ոչ մի ադեն, ոչ մի ցևով, ոչ քո ծառայությունդ, ոչ քո ավադարմությունդ, ոչ քո նվիրվածությունը, լավ բաներ են սրանք, եւ պետք է սրանք ունենանք մեր մեջ, ինչպես Հակոբ եղբայրը այսօր կարդաց Հակոբու երկրորդ գլխից։ Մեր հավատքը գործեր պետք է ունենա, ապացույց է։ Այդ գործերը ապացույց են մեր ճշմարիտ հավատքի, ոչ թե պատճառն են մեր հավատքի։ Բայց Քրիստոս ինք մեր բարտը վճարեց, որ մենք երբեք չէինք կարողանում վճարել։ Արդարությունը բանջում է վճարում, եւ ինք դա արեց իր կյանքով, իր շնորհիվ ինք չեղարգեց մեր բարտը։ Մենք չվաստկեցինք դա, մենք արժանի չէինք դրան, բայց ինք տվեց մեզ ձրիաբար Քրիստոսով եւ մեր փափակն է, Աստծո փափակն է, նրա խոսքի համաձայն, որ մեզ ամեն մեկը որ այստեղ ենք այսօր, կարողանանք ասել ով Տեր, ես ալ այս անմիտ երիտասարդի նման եմ, ես ալ մեծ բարդ կունեմ, քո դեմ, ուզում եմ ներվել իմ մեղքիցս, կարող ես ներել ինձ, այո ամեն, Տերը կարող է ներել, չկա ոչ մի անձ,
որ Տերը մերժում է, երբ այդ անձը գալիս է նրա մոտ ասում է, ով Տեր ես ուզում եմ։ Մարդիկ երբեմն ասում են, հա, բայց Օվիկ ջան, հիմա այս անվերաբար անդրության թեման հագարակ չէ ավետարանի քարոզության, ոչ, մի քիչ առաջ տեսանք, Առաքյալը ասում է, ես չարչարվում եմ ավետարանի համար, որպես ընտրյալները հասնեն փրկության Հիսուս Քրիստոսով։ Ին գիտի, որ Աստծո փրկարար այդ անվերաբար ընտրության թեման երբեք չի խաչացվում ավետարանի քարոզության, երբեք, հապա ընդհակառակը զուգահեռ գնում է նրան։ Ուրեմն, ինչպես այս երիտասարդը ազատվեց նրա բարկից, մենք ալ ազատվեցինք մեր մեղքերից Քրիստոսի շնորհիվ, որ անմեղը մեղավորների դեղը վերցրեց։ Խաչի վրա լրիվ մեր մեղքերը նրա վրա դրվեցին, եւ նա որ հավատա նրան, նրա մեղքերը ներվում է։ Հետաքրված ես դու, որ քո մեղքերդ ներվեն։ Հետաքրված ես դու։ Եթե հետաքրված ես, պարկասո։ Ասված ոչ մեկուն, սխալ չհասկանանք, ոչ մեկուն չի ասում, որ դու ընտրյալներից չես, ուրեմն դու պետք չունես ավետարանը։ Դու չես կարող ինձ գալ, չկա այսպես մի բան Սուրբ գրքում։ Ուզում ես գալ Քրիստոսի, արի, հիմա արի։ Թիվ 11, ընտրությունը պաշտպանում է անշուշտ հավատացյալներին խաբեությունից։ Ընտրությունը պաշտպանում է խաբեությունից։ Ընտրությունը երաշխավորում է ոչխարների պաշտպանությունը։ Մենք միշտ վերջնականորեն եզրափակիչ ծևով Մատթեոս 24:22-ից կարդում ենք Տիրոջ երկրորդ քալստյան ադեն, եւ եթե այդ օրերը չբագասեցվեին, ոչ ոք չեր փրկվի, սակայն ընտրյալների համար այդ օրերը կբագասացվեն։ Տեսեք, ընտրյալների համար, ինչու ով Տեր։ Ինչու։ Իր ժողովրդի համար, այսինքն, ընտրյալների համար, այդ ժամանակ եթե մեկը ցեզ ասի, Քրիստոսն այստեղ է կամ այնտեղ, չաբադակ, որովհետև ելնելու են սուտ Քրիստոսներ, սուտ մարգարեներ եւ մեծ նշաններ ուրաշներ են ցույց տալու, որ եթե ուշադրություն դարձեք, խնդրում եմ, եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։ Ուրեմն պատասխանը ինչ է, հնարավոր չի։ Այսինքն վերջնական օրը, սա չի նշանակում, որ ճշմարիտ հավատացյալը չի կարող երբեմն ոնց որ սուտ վարդապետությունը լսի եւ մի քիչ ականջ տա։ Հաստատ մեզ ամեն մեկերնից մեր կյանքում դարբեր ծևերով սխալ բաների լսած ենք, սխալ բաների հետևած ենք, բայց հետո Աստծո շնորհիվ սրանք սրբակրած ենք Սուրբ Գրքի միջոցով, Սուրբ Օգին մեզ օգնած է։ Եվ վերջնականապես մեկընդմիշտ եզրափակիչ կերպով չի կարող լինել, որ Աստծո ոչխարներից որևէ մեկը խաբի։ Ինչու՞, որտեղ նրա խոստումն է։ Նայեցեք, Հովհաննես 10:1-ից կարդանք։ Հովհաննես 10:1-ից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ ավազակ։ Սակայն ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է։ Դռնաբանը նրա համար բացում է դուռը, ոչխարները, նայեցեք, լսում են նրա ձայնը, նա իր ոչխարներին կանչում է անուն առ անուն, մեկ առ մեկ, առանց բացառության եւ նրանց դուրս է հանում։ Եվ երբ իր, նայեցեք, բոլոր ոչխարներին դուրս է անում, անուն առ անուն, մեկ առ մեկ, առանց բացառության, մեկը չի բաց թողնվում, գնում է նրանց առջևից, իսկ ոչխարները, որովհետև նա կանչում է նրանց, անուն առ անուն, ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը, բայց օդարի հետևից չեն գնա։ Չի կարելի ճշմարիտ ոչխարը Աստծո, որ ասե ես հավատացյալ էի ժամանակին, ճշմարիտ հավատացյալ, քրիստոնյա, հիմա այլևս Քրիստոսի հետևորդ չեմ։ Չի կարելի այդպես մի բան։ Օդարի հետևից չեն գնա, այլ նրանից կփախչեն։ Ինչու՞, որովհետև օդարների ձայնը չեն ճանաչում։ Աստծո օգին Քրիստոսի խոսքի միջոցով աշխատում է նրանց սրտերում։ Նրա համար որքան հավատացյալը եթե օրինակ on-line մի սխալ վարդապետության ենթակա եղա, վերջ հասկանում է։ Սա իմս չէ, սա սխալ է, սա ես չեմ կարող հետևել, ես Քրիստոսի հետևում եմ։ Եվ հետո հրյաները տեսնում ենք 24-րդ համարից, որ նրանք հավաքվեցին ու ասացին մեր հոգին մինչև երբ ես դանչելու, եթե Քրիստոսն ես համարցակ ասա մեզ։ Հիսուս ինչ ասաց,
25 համարում ցեզ ասացի եւ չեք ավադում, 26 համարում բայց դուք չեք ավադում, որովհետեւ ոչխարներից չեք։ Իմ ոչխարները էլի նույնը ասում է, իմ ցայնը լսում են ու ես նրանց ճանաչում եմ եւ նրանք գալիս են իմ հետևից։ Նրանք օդարների խաբեության հետևից չեն գնում։ Եթե ոչ մի գարձեցյալ հավատացյալ, որ ասում է ես հավատացյալ եմ, ես քրիստոնյա եմ, ես բրգված եմ, ես վերստին ծնած եմ, սուտ վարդապետության հետևից գնա եւ այդպես մնա, երբեք չվերադառնա Տիրոջը, խնդիր է դա։ Քրիստոսի խոսքի ագարակ գնում է, ուրեմն սա նշանակում է, որ ինք ճշմարիտ հավատացյալ չէ։ Եվ նրա համար Տերը ասեց, նրանք հավիտյան չեն գործի, անվերաբար ընդրության միջոցով նրանք հավիտյան չեն գործի եւ նրանք չեն խաբվի եւ ոչ մեկը նրա ցերքից չի ապշտակվի։ Հիշում եք Հովհաննես 6-ում իբր սուրբ քրային պատկերազարդում, երբ կային մարդիկ, որ նրանք ուզում էին Հիսուսի հրաշքներից օգտվել, Հիսուս ասաց ես եմ աշխարհի հացը, այս կյանքի հացը ես եմ, ով որ ինձ ուտում է, հավիտյան ապրում է։ Եվ մենք հիշում ենք ինքը որ նրա մարմինը ուտելու, նրա արյունը խմելու մասին, այսինքն հաղորդակցություն ունենալու մասին ինք խոսացավ նրա հետ, ապաշխարությամբ իհարկե, շատերը քայտակվեցին։ Ասեցին մենք չենք կարող այս խոսքերը մտիկ անել։ Քրիստը այդ խոսքը ասեցին 60 համարում, ով կարող է դա լսել։ Եվ Հիսուս նայեցեք ինչ ասեց։ Դա ցես քայտակեցնում է, բայց ծեր մեջ կան ոմանք 64 համարում, որ չեն ավատում, որովհետև ասում է Հիսուսը սկզբից գտեր թե ովքեր էին նրանք, որ չեն ավատում, եւ ով էր դա, որ մատնելու է իրեն, եւ ասաց սրա համար դրա համար ցեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ օր գոմից դրված չեն նրան։ Ասո անվերաբար ընդրության համացայն։ Հիմա գային շատեր, որ աշակերտ անունը ունեին, բայց Սուրբիկը ասում է այլևս թողեցին գնացին, չհետևեցին Հիսուսի։ Եվ Հիսուս 67 համարում մույսերին հարցրեց. գուցե դուք էլ ուզում եք գնալ։ Սիմոն Պետրոս պատասխանեց նրան ասեց. դեր ում մոտ գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը կենթանու Աստծո որդին։ Եվ Հիսուս ասեց. ես ձեզ ընտրել եմ, չէ՞։ 70 համարում։ Այսինքն ճշմարիտ հավատացյալը վերջնական խաբեության ենթակա չի կարող լինել վարդապետական առումով, Քրիստոսի առումով, Աստծո խոսքի առումով, Աստծո վրայով։ Չի կարող։ Մեկը կարող է ասել, հա բայց այդ հավատացյալը, որ եկեղեցի գալիս էր, հիմա զորնակ այսպիսի աղանդավոր եղած է, կամ այդպիսի ուրիշ կրոնքի հետևից գնում է, մի րոպե, այդպիսի անձը եթե մնա այդ իրավիճակում եւ չաշխարհի, եթե չդառնա, ուրեմն սա ցուցաբերում է, որ ինչպես որ 1 Հովհաննես 2:10-ին ասում է, այդպիսի անձը երբեք մեզանից չէր։ Ուրեմն սա մեր պարտականությունն է, բայց անվերաբար ընդրությունը Քրիստոսի հայտնաբերում է, որ ոչխարները նրանք պաշտպանված են Քրիստոսից։ Ինք բոլորին, նրա բոլոր ոչխարներին գանչում է, անուն առ անուն, բայց չի թողնում ոչ մեկը, քաղցր է այս խորհուրդը։ Եվ սրա համար է, որ մենք հանգիստ կարանք անել, հասկանալով, որ ես պետք չունեմ վախենալու, որ միթե կարող է, որ իմ հարևանս, որ ինք աղանդավոր է, ինձ օրը խաբի, ես չեմ ասում, որ մենք ականջ պետք է տանք նրանց, բայց եթե դու Աստծո խոսքը գիտես, եւ գիտես, որ դու Աստծո գերիշխան անվերաբար ընտրության միջոցով դու արդեն պաշտպանված ես իբր ոչխար վերջնական խաբեությունից, դու պետք չէ մտահոգվես, ապա շնորհակալ պետք է լինես Տիրոջը։ Ուրեմն ընտրությունը պաշտպանում է հավատացյալների խաբեությունից։ Թիվ 12 մեր վերջին առնչությունը, իհարկե ուրիշ առնչություններ կան Աստվածաշնչում, բայց այս 12 հատը հուսով ենք, որ հերիք էր մեզ համար, որ հասկանանք ավելիով, թե Աստծո շնորհած անվերաբար ընտրության վարդապետությունը ինչ է, եւ ինչու կարևոր է սա, ոչ թե միայն վարդապետականորեն, հապա կորզնականորեն, մեր հոգևոր քայլվածքի եւ ծառայության համար։ Ուրեմն վերջնականը, վերջին հետեւյալն է, ընտրությունը երաշխավորում է վերջնական փառավորումը։ Ընտրությունը երաշխավորում է վերջնական փառավորումը։ Մի քիչ առաջ կարդացինք, բայց ելի կարդանք 2 Տիմոթեոս 1:8-ից։
Ուրեմն մեր Տիրոջ վկայելը ամոթ մի համարիր։ Ամոթ մի համարիր։ Ոչ էլ ինձ, որ նրա համար եմ շղթայված, այլ ազոզորությամբ չարչարագից էր ավետարանի համար, որ փրկեց մեզ սուրբ կոչումով կանչեց, ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր գամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ դրվեց հավիտենական ժամանակներից առաջ։ Եվ հիմա հայտնվեց մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի այդությամբ նամակ գործանեց եւ կյանքն ու անմահությունը լուսավորեց ավետարանի միջոցով, որին ես կարգվեցի քարոզիչ առաքյալ եթանոսների ուսուցիչ։ Հիմա կարևոր մասը, քանի որ ինք 9-րդ համար մեզ փրկած է, սուրբ կոչումով կանչած է, իր գամքի եւ շնորհի համաձայն, նորից ասենք, այդ շնորհը նրա անվերաբար ընդրության հետ կապված է, նրա համար ասում է 12 ամառում այդ պատճառով էլ հասկանալով, որ մենք այսպիսի շնորհ ունենք, այսպիսի շնորհ ստացել ենք Տիրոջից, այս պատճառով էլ գրում եմ այս չարչարանքները, բայց ամոթ չեմ արմարում, որը գիտեմ, կասկած չկա, թե ում եմ հավատացել եւ համոզված եմ, որ նա կարող է, այդ արդայությունը, երբ որ ասում է նա կարող է, այսինքն ինք կանի։ Սուրբ գրքում նայեցեք նոր ուխտում նամանավանդ, ուր որ այս արդայությունը կա, եւ որ ասում է Աստված կարող է, այսինքն ասել է, որ ինք գանի, պիտի անի։ Սա բարձրապես այսպեսի խոսք չէ, որ հա Աստված ինք կարող է, բայց կարող է անի կամ չանի։ Ոչ, ամեն համատեքստ որ նայենք նոր ուխտում, եւ որ ասում է ինք կարող է, այսինքն ինք գանի, պիտի անի։ Եվ նա կարող է, ինք պիտի անի, այսին ավանդը բահել միջև այն օրը։ Այսին իմ փրկությունս ոչ թե միայն ապահովում է, հապա պաշտպանվում է, երաշխավորվում է անվերապահ ընտրության միջոցով, ինչ որ 9 համարի մեջ տեսնում ենք։ Հետո ուրիշ օրինակ, Հռոմայացիներ 8:28-ից մի քիչ առաջ նայեցան, գիտենք ամեն ինչ գործագից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ գանչված են Ռակամքով գանչված են, բայց գանչվածության մասին աբակայում էլի պիտի խոսենք, որովհետև նրանց նայեցեք ում սկզբում ճանաչեց, այսինքն շուտվանից, հավիտենականության մեջ, Աստված մարդիկ ճանաչում է, ոչ թե նրանց գործերը, չի ասում, ինչ որ Աստված ճանաչեց մեր մեջ, ինչ արեցինք, ինչ չարեցինք, բարի գործեր, վատ գործեր, ում Աստված մարդկանց ճանաչում է, հավիտենականությունից նրա համար նախասահմանեց հավիտենականության մեջ գերբարանակի սինել իր որդու պատկերին եւ 30 համար որոնց նախասահմանեց նաեւ կանչեց եւ որոնց կանչեց նաեւ նրանց արտարացրեց նայեցեք հոս կարևոր մասը այս 13-րդ առնչության համաձայն իսկ որոնց արտարացրեց նրանց նաեւ բարավորեց անցյալ եղանակ բայը մենք գիտենք տակավին կատարված չէ մեր դիտանկյունից բայց ազոտ դիտանկյունից հասկանում ենք նախասահմանեցը անցյալում եղավ, գանչեցը անցյալում եղավ, արտարացրեցը անցյալում եղավ, երբ փրկվեցինք, բայց բարավորեցը դեռ չի եղել, բայց ազոտ դիտանկյունից առաքյալը ասում է արդեն մեր փրկությունը երաշխավորված է, ապահով է անվերապահ ընտրության երեսից։ Այդ նախասահմանությունը, այդ գանչը, որ կապ ունի անվերապահ ընտրության հետ։ Եվ հետո ասում է առաքյալը, արդ ինչ ասենք այս բաների մասին, եթե Աստված մեր կողմն է, ով մեզ հակառակ կարող է լինել, 33 համարը ասում է, ով է որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է, Սատանան, քո խժմտանքը, ուրիշ մարդիկ, ով, Աստված է որ արդարացնում է, ով է որ դադաբարդելու է, Հիսուս Քրիստոսը, եթե դադաբարդող գա, մենք գիտենք, որ բոլոր դադաստան նրա ցերկը դվեց հայրը, Աստծո խոսքը ասում է, Հիսուս Քրիստոս, որ ինք մերավ, ավելին, որ հարություն էլ արավ, Աստծո աջ կողմում է եւ մեզ համար բարեխոս է։ Բարեխոս է։ Եվ հետո ով կարող է մեզ Քրիստոսի սիրուց բաժանի, այսինքն իր սերը, որ ինք ունի մեզ անտեպ, ոչ թե մեր սերը նրա անտեպ, դարաբանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մերգությունը, վտանգը, սուրը, չկա ոչ մի բան։ Առաքյալը հետո ասում է 38 ամառում, որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս, ոչ գալիք բաները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ ստեղծված մի ուրիշ բան։ Դու եւ ես ալ մեջը ներառված լինելով ոչ մի ուրիշ ստեղծված բան չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Քրիստոսի մեջ է։
Տեսնում եք, ընդրությունը երաշխավորում է վերջնական փառավորումը, որովհետև ասում է ինք, նայեցեք, եւ որ մի քիչ առաջ նայենք, ով կարող է Ազոխոսքը ասում է, որ դադաստան բերել, մեղատրանք բերել Ազո ընտրյալներին թեմ 33 համարը։ Մի քիչ առաջ կարդացինք։ Ով կարող է։ Ոչ մի կանց։ Ինքը որը փառավորած է արդեն իսկ մեզ, եթե փառավորած է արդեն իսկ մեզ եւ ինք ամենակետ լինելով, հավիտենական լինելով եւ իր գիտությունը, որ ունի իր սահմանած որոշումների հետ կապ ունի հավիտենականության մեջ, ինչ որ ասված հավիտենականության մեջ սահմանած է, անփոփոխ է։ Չի կարող փոխվել քո կամ իմ գարկավիճակը, մեր հարաբերությունը Քրիստոսի հանդեպ։ Եվ 1 Պետրոս առաջին գլխում մեջ կարդում ենք, որ ընտրյալ բանտուկների մասին խոսում է առաջին համար։ Եվ դա ասում է, որ մենք ընտրված ենք իբր ընտրյալ բանտուկներ ըստ Ազո, լամը դիգարեք, գանխագիտության, հոգու սրբագործության, հնազանդվելու եւ Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու համար։ Հիմա այստեղ որ ասում է, որ մենք ընտրյալ բանտուկներ ենք Ազո հոգու գանխագիտության եւ հոգու սրբագործության հնազանդվելու եւ իր արյունով մաքրվելու համար, ոմանք ասում են, որ հա մենք ընտրված ենք Ազո գանխագիտությամբ։ Այսինքն մի խոսքով ասված ինք հավիտենականության մեջ աբականայած է եւ ինք դեսած է, որ դու պիտի հավատաս նրան, ուրեմն քո ընկած մարդկային գամքի համաձայն ասված քեզ փրկեց։ Եղբայրը գար Կանադայում գրեթե 30 կամ ավելի տարի առաջ ինքը մի անգամ այդպես ինձ ասեց։ Նրան ասեցի հետեւյալը, ասեցի, այս բառը գանխագիտություն բառը նույն բառն է, որ առաջին գլխի մեջ, նույն գլխի մեջ 18 համարում նախասահմանված բառն է։ Ինչ հասկանում ես, ասեցի, գանխագիտություն։ Առաջուց ճանաչել։ Ունարեն բառը այդպես ասում է, գանխագիտենալ, առաջուց գիտենալ։ Մենք մի քիչ առաջ էլի ուրիշ դարբերակ այդ նույն բառից կարտացին Հռոմայացիների 8:29-ում։ 8:29-ում ինչ ասեց։ Ում սկզբում ճանաչեց։ Ոչ թե ինչ որ բան դու արել ես ճանաչեց։ Ասված մարդկանց ճանաչում է։ Ինք մարդկանց գիտի։ Նրա անդրյալները գիտի հավիտենականությունից, որով ինք սահմանած է իր բարքի կովապանության համար, որ հավիտենականության մեջ մենք ամեն օր նրա փառավորենք, փառք տանք նրա փրկության համար, որ ինք մեզ տվեց։ Եվ այդ հասկացողությունը ինձ կխրախուսի, կկաչալերի եւ ինձ կհիշեցնի, որ ես չեմ կարող խաբվել նրա շնորհիվ։ Ես չեմ կարող նույնիսկ իմ փրկության առումով ոչ մի ցևով վախենալ, որ կարող է որ իմ փրկությունս կորցնեմ, եւ այս թեմայի վրայով ալ Տերը կամի առաջիկ ամիսներուն կանդրադառնանք ավելիով, որ այդ թեման էլ շնորհած վարտաբերություններից է, բայց տեսնում ենք, որ Քրիստոսի Ազո ընտրությունը նրա զավակների առումով մեզ երաշխավորում է մեր վերջնական փառավորումը։ Ինչու որտեղ ասում է, մենք քանի որ ընտրյալներից ենք, մեղատրանք չի կարելի լինել։ Եվ եթե մեղատրանք չի գա, ուրեմն ինք մեզ պիտի փառավորի եւ վերջո ոչ մի ցևով մենք չենք կարող բաժանվել Ազուսիրուց, որ Տեր Քրիստոսի մեջ է։ Եվ Աստված մեզ ընտրած է, որովհետեւ ինչ անենք, որովհետեւ բարձրապես բարձենանք ասելով, որ ինչու մենք ընտրված ենք եւ ուրիշները չէ, ապա ասենք, սա մեծ խորհուրդ է մեզ համար։ Երախտաբարդ ենք հավիտենապես Տիրոջը այդ շնորհին։ Եվ այդ հասկացողությունը ունենալով ուրիշներն ալ, ինչպես Հուդայի թղթում ասում է, ուրիշներին գրակեն ազատեք, հա? Գրակից ազատեք։ Ինչու որովհետև ամեն կնիսալ գրակի որդիներ էինք, նախքան Տիրոջ եկանք։ Եվ հիմա որ մի քիչ ավելի հասկանում ենք այս ճշմարտությունները, ինչպես Արթուր եղբայրս այսօր քարոզեց։ Մենք չենք կարող Աստծո հասկանալ հոբի գրքից։ Մենք չենք կարող հասկանալ ամեն բան, որ Աստված անում է։ Արթուր եղբայրս, մենք կարող ենք Աստծո հասկանալ, ոնց որ Աստված գիտի ինքս ինքը։ Ոչ։ Սևակ եղբայր, մենք կարող ենք հասկանալ Աստծո, ոնց որ Աստված ինք հասկանում է ինքս ինքը։ Ոչ։ Եթե մենք հասկանանք Աստծո, ոնց Աստված ինքս ինքը հասկանում է, Աստված կլինենք։ Հնարավոր չի։ Մենք շատ ենք քիչ գիտենք։ Բայց մեկ բան գիտենք, որ կորած ենք նրա շնորհիվ։ Ինք փրկեց մեզ։ Եվ ոչ թե միայն փրկեց, հապա երաշխավորեց մեր աբական։ Եվ երկու հատվածներալ եւ ամբողջացնենք այսօրվա համար Հայտնություն 14, 11-12 համարները։ Եվ նրանց,
Դանջանքի ձուխը բարձրանում է Հավիդյանս Հավիդենից։ Գիշեր ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրբակում են Գազանին, Անտիքրիստոսը, ու նրա բատկերին, եւ ընդունում են նրա անվան դրոշմը, եւ ասում է այստեղ է սրբերի համբերությունը, նայեցեք, նրանք, որոնք բահողներն են, Աստծո ու Հիսուսի հավատի։ Հարցը հետևյալն է. ո՞նց նրանք կարողանում են բահել Աստծո պատվիրանները եւ Հիսուսի հավատը։ Ո՞նց։ Պատասխանը Հայտնություն 17-ում է, 13-14-ում։ Սրանք միագարձիկ են, իրենց զորությունը իշխանություն դալիս են Գազանին։ Սրանք պատրաստվելու են գարան հետ եւ գարը հաղթելու է նրանց, որովհետեւ տերերի տերն է ու թագավորների թագավորը, եւ ովքեր նրա հետ են, այցեք, գանչվածներ են, ընտրյալներ եւ հավատարիմներ։ Որովհետեւ դու գանչված ես, որովհետեւ դու ընտրյալ ես, նրա համար հավատարիմ ես, նրա համար Հիսուսի հավատը բահում ես եւ Աստծո պատվիրանը կարող ես պահել։ Ինչու որովհետեւ ընտրությունը անվերաբար Աստծուց դա մեզ երաշխավորում է մեր վերջնական փառավորումը։ Նրա համար է որ մենք կարող ենք ասել այդ ավանդը որ քեզ անցնեցի ինչպես Պողոս ասեց կարող եմ վստահել նրան համոզված եմ որովհետև ինք կարող է ինք կանի ինք պիտի բահի այդ ավանդը մինչև վերջին օրը որ ինձ եւ քեզ Տիրոջ առաջ հասցնի փառավոր կերպով այդ օրը ողբ լաց հիմա չգիտենք եթե Ոյ մեծով Աստծո ժողովուրդը պիտի անի ինչու որ պիտի հիշի որ ինք ինչպես ապրած է Տիրոջ առաջ չգիտենք մի բան գիտենք բոլոր արդյունքները ինչ որ ասում է Հայտնություն 21:4-ում պիտի սրբի մեր աչքերից մի բան գիտենք մեծ ուրախություն պիտի լինի պիտի փառավորենք մեր Տերը եթե ամեն օր ասենք այդ հասկացողությունով որ հավիտենականության մեջ ժամանակի խնդիրը չունենք միշտ Տիրոջ առաջ եւ մարդ արարածը ստեղծված է որ Աստծո փառավորի Եվ Աստծո մենք պիտի պարավորենք ինչի համար, որովհետև ինք մեզ փող տված էր, առողջություն տված էր, լավ կյանք տված էր, լավ ընտանիք տված էր, լավ եղբայրներ քույրեր տված էր։ Իհարկե, այդ վերջինը որ ասեցի, մեր փրկության հետ կապ ունի, մեր փրկության համար է որ մենք պիտի պարավորենք նրան։ Ինչու՞, որովհետև մյուս բաների մեջ ոչ մի երաշխիք չունենք, նույնիսկ Աստծուց որ մենք լավ կյանք ունենանք այս երկրում, բայց մի բան գիտենք, որ մենք լավ կյանք կունենանք Աստղից սկսած, եւ որ Քրիստոսով ենք, Քրիստոսի մեջ ենք, մինչեւ հավիտենականության մեջ։ Տերը դա որ մեր գնահատանքը, ասին ավելի այդ արժեքավորելը այս ճշմարտություններու առումով ավելի աճի մեր մեջ մեծանա, որպես մենք կարողանանք Աստծո փրկարար շնորհը նրա անվերաբար ընդրության համաձայն ավելի գովապանել։ Եթե մինչև չենք արել, ավելի անենք։ Եվ որով ինչու պատրաստվենք հավիտենականության համար, որ հավիտենականության մեջ պիտի անենք դա, աղոթենք։ Եկնավոր այր ով դեր, այո, հասկանում ենք ով դեր, որ քո խոսքի մեջ շատ ճշմարտություններ կան, որ մեզ համար կարող է դժվար լինեն հասկանալը, քիչով կամ շատով։ Գա ավելի թյուրին ճշմարտություններ, որ մենք հասկանում ենք, բայց մի բան հասկանում ենք, եւ սա դու մեզ շատ բարձ արել ես, որ հասկանանք, որ մենք մեղավոր ենք եւ գարիք ունենք մեր Փրկչին Հիսուս Քրիստոսի, որ նրա միջոցով միայն կարող ենք մենք հավիտենական կյանք գտնել։ Եվ ով դեր մենք շնորհակալ ենք, որ դու մեզ մեր մեջ արդյունավետ կերպով, ազդեցիկ կերպով գործեցիր, կանչեցիր մեզ քո անվերաբար նախասամության ընդրության առումով, որովհետեւ մենք կարողանանք քոնը լինել, փրկվել մեր մեղքերից։ Եվ ով դեր շնորհակալ ենք եւ գովաբանենք քեզ հավիտենականության մեջ, այս մեծ շնորհի համար, որ քո կամքի համաձայն էր եւ դեր խնդրում ենք մեր հրազատները, մեր սիրելիները, մեր ընկերագիցները, բարեկամները, հարևանները, գործագիցները, դպրոցի մեր բարեկամ աշակերտները, ընկերները, ով դեր բոլորն է դեր ողորմես դեր ավելիով փրկես։ Մենք չգիտենք դեր ընտրալներու թիվը, դու գիտես։ Մեր բարդականությունն է հավատարիմ լինել մեր կյանքով եւ մեր ավետարանչությամբ որբեսի դեր շատերը ավելի կարողանանք շահել քեզ համար։ Քու շնորհիվ իհարկե միմիայն։ Շնորհակալ ենք դեր, որ այսպիսի ճշմարտությունները մեծ խրախուսանք է մեզ։ Շնորհակալ ենք, որ անվերաբար ընդրությունը խրախուսանք է դարաբանքի մեջ։ Մեզ համար։ Շնորհակալ ենք դեր, որ անվերաբար ընդրությունը մեզ պաշտպանում է, որ մենք չխաբվենք
սխալ վարդապետություններից եւ շնորհակալ ենք ով Տեր, որ անվերաբար ընդրությունը երաշխավորում է մեր վերջնական փառավորումը։ Հիսուս Քրիստոսի անով շնորհակալ ենք քեզ, Հայր։ Ամեն։